Վերադարձանք երրորդ մաս Քյարտու բան Այն ժամանակվա Աշոտից են ամենափոքր տարիքի այսօրվա Աշոտի հոտը գալիս էր Այստես էր հասել Ու ամբողջ կոնտենտի մեջ մի անգամ ա եղել որ ասես ջղայնացել եմ քո վրա ու հենց այդ կնգած ձևով էլ կարող է ասեմ բան Բայց մենք բոլորս ունենք չեն մեր տարականները Ում լսում եմ ամեն երկրորդը հանգստացնողներ ա խմում Ճիշտն ասում ես սիրում Հենց իրանց նման են որ պրոշները սենց բան գծո սենց ահա որ գրեհիկ Կար այդ միտքես ինչ ես անում հերիք եղավ Բալկոնում սենց երկու քուրեն երկուսն են Բայց քեզ հենց հատուկ այդ մորքուների մեյքափն է սովորել Իհարկե բացարձակ չեմ ուզեցել վիրավորեմ կամ ինչ-որ բան կոմիտասին վաբժե էլ ինձնից չի Ինչ տվեց քեզ հայտնիությունը Ես ինչ ապուշ ինչ եմ խոսում Եկա տեքստեր բան չհասկացա ինչ ասեցի Ինձ հետո քրքիրա Դու գիտես ինչ սրտին դարդ է եղել ես որոշել եմ ինչ-որ ֆիրմայի ասել քեզ նվիրեր կոնդիցիոներ Դուրջ կոմեր Դաժե մտածում եմ ես քեզ չէ Գնացի Սոնտիր Աշոտ ջան, ապրես որ եկար Ապրես դու շատ ապրես որ կանչեցիր Այնքան հաճելի էր որ իմանալով որ դու հարցազրույցներ ես ընթացքում չես տալիս Տենց ինձ էր սկզբում ուզում էիր մերժել մեկ էլ նայեցիր մի քանի ոդկաստ ու գիտես ինչ ասեցիր վայ թիթեռնիկները փորից մեջ ուզում եմ գա Հա որովհետև որ տեսա որ տենց ընկերներս եկել էին ինտերվյուի ինչքան սենց ջերմ հավես տենց ասեցի օքեյ ես եկում լավ կանցնի Ինչու ոչ ինչու հետ մնամ ապրես որ եկես աշ դու բոլորի համար շատ բարի ես Հա դու շատ բարի ես միշտ Ապրես շատ Ամաչում եմ որ միշտ տենց ինչ որ լավ բաներ են ասում ինձ Տենցն ես այսինքն դու փոքր ժամանակվանից այն բարի երեխան ես եղել Ինչքան ինձ հիշելով որ կողքից էլի ասել են հա տենց չարություն մեջս չի եղել էլի որ չար ինձ բայեմ կամ տենց լկստված բան տենց միշտ իմ համար անշար բարի ինչ որ կերպար եմ եղել Բայց մենք բոլորս ունենք չեն մեր տարականները մեր խավարասերները որտեղ են իրանք հայտնվում քո կյանքում երբ է դա լինում Այդ ինչ առումով Այն որ սենց ինչ որ սենց մի քիչ ջղայնանաս չարություն կա Հա ջղայնանաս չարություն ինձ ահա որ սենց հունից հանելը դժվար է ու մի բան օրինակ իմ կյանքում որ լինում է որ ինչ որ բանի վրա սենց շատ եմ ներվային անում կարա չգիտեմ մի քանի ժամում անցնի էդի ու իմ վրա իրականում այդ ազդում է էլի որ մի քանի ժամում անցնում է ես ուզում եմ մնա ես հիշեմ այդ մարդուն որ սենց միշտ հիշեմ իրան վատով բայց չի լինում տենց բան այդ մարդը գա հաջորդ վարքեն ինձ լավ խոսքեր ասի մոռանում եմ իր արած ամենավատ քայլը Իսկ չի եղել քո հետ որ պետք է որ հիշես որ վատ բան արել ու դու իրոք մոռանում ես Իրոք մոռանա Վատ բան արել Չէ տենց հələ չի եղել որ տենց իրոք մոռանամ ուղղակի սենց անցնում էլի սենց վատ բան մեջ չեմ պահում հետո մի տեղից դուրս գա Ինձ թվում է դե այդ հատկությունն էլ է էլի որ քեզ օգնել է որ դու անես այն ինչ որ անում ես բակային այդ սեփական տների մտնոլորտում որտեղ ամեն ինչ քննարկվում է բոլորը բոլորին գիտեն չէ՞ չգրված օրենքներ կան չէ բակերում Հա դե հա կան իհարկե կան բայց բանը հա իմպակտ բերելա որ ամեն ինչ լավ է ու չէ իրականում եսի մինչել չեմ հումորային վիդեոներ էլ ընդամենը ոնց որ լիքը մարդ կա որ հասկանում է ու կապ չունի ինքը ինչ տեսակ մարդ է Այսինքն հայաթում ապրող կամ չգիտեմ հայաթում չապրող նու հասկացողը հումորից հասկանում Այս ինչ ապուշ ինչ եմ խոսում եկա տեքստեր բան չհասկացա ինչ ասեցի հասկացար ինչ էի ուզում ասել վсё օքեյ Ես հասկացա բայց իհարկե եթե չգիտեմ հոլիվուդյան փողոցներում մարդիկ տարբեր կերպարանքներով լինեն դա այլ է Բայց Հայաստանում մասում մանավանդ երևի առաջի անգամները նկարահանումները շոկային են եղել քո բակի հարևանների համար Հա մի հատ այդ ասեմ ինձ միշտ այդ որ իմացել են շատ խելոք ոբշե չեն սպասի ես որ սկսել եմ վիդեոներ նկարեմ շոկ ա եղել մի հատ ինձ ծանոթ մարդկանց մոտ հա ու հետո կամած դե բոլորի համար սկզբից խորթ ա եղել հետո արդեն այս բլոգինգը բան որ տարածվեց սկսեց արդեն օքեյ է Ինչ տվեց քեզ հայտնիությունը լիքը բան ահա որ հաճելի բան է ինքը սենց ուժ ա տալիս կոմպլեքսներից տես ազատվում Սենց չգիտեմ, սիրված ես քեզ զգում, լիքը սենց լավ պլյուսներ ունի ինքը, ահա որ սենց Իսկ ինչ տարավ Ինչ տարավ, մի փոքր ազատություն, որովհետև այն ժամանակ, որ կարողանում էի օրինակ փաբ գնայի, սենց ահա որ պարեի ուժեղ բան, սենց հիմա ավելի մի քիչ կոկիկ պետք է լինեմ, որ կողքից հանկարծ բան չլինի։ Էլ չասեմ բոլորի ձեռքին հեռախոս։ Հա, վարկանական նկարենք սեն ոնց եմ ընդ սենց։ Արի մեր զրույցը շարունակենք Թարիրի Ռոզեյով։ Արի,
նոր Աշոտը ինձ պատմում էր, որ ինքը ունի իր պատմությունը Թարիրի հետ կապված, այնց հետաքրքիր է, այս վերջերս Թարիրի ում հետ խմում եմ, ամեն մեկը իրենց պատմությունը ունեն։ Լուրջ, հա, ես որ ժամանակին մատուցող էի, տենց ով Թարիրի վաճառեր, իրան տոկոս էին տալիս։ Ու հա, ես վաճառում էի իրականում շատ եմ սիրում, իմ ամենասիրած գիններից է։ Իմիջիալոց Թարիրի ռոզեի դեպքում կա նաև հատապտղային հետհամ, որ ես այնքան sense հստակ զգում եմ, ու շատ ասում են տենց գարնանային, ամռան հետ են ասոցիացիաները։ Ու ծաղիկների։ Աշոտ ջան, կենաց։ Կենաց։ Գիտես հիմա մասնագիտություններն էլ որ մի քիչ իրենց եզրերը էլ հստակ չեն պահում, մի քիչ դժվար է հասկանալ հիմա ով է դերասան, ով ոչ։ Հիմա դու քեզ զգում ես դերասան, ուզում ես մի օր քեզ համարել դերասան, թե սա ուրիշ պատմություն է։ Ես իրականում մի անգամ այդ ընկերներիս հարցը տվել եմ, ուզում եմ հասկանալ հիմա ես դերասան եմ, դերասանություն եմ անում, թե չէ, չգիտեմ, սենց մարդիկ ոնց որ բաժանվել են 50-50, օքեյ, շատերը համարում են դերասան, շատերը համարում են բլոգեր, որ նկարում է հումորային վիդեոներ, իրականում ես էլ չգիտեմ ինչ անուն տալ։ Ինչ անուն տալ։ Որովհետև չեմ գնացել թատերականում, չեմ սովորել այդ կրթությունը, չեմ ստացել։ Բայց գիտես, անկեղծ չգիտեմ, իմ սենց պատկերացմամբ, այսինքն եթե դու տանում ես դեր ու դա այնպես ես անում, որ հավատացնում դու անում ես դերասանություն։ Դու ուրեմն դա դերասանություն է իմ կարծիքով ու կյանքը ցույց է տալիս, որ հաճախ բուհերը չէ, որ դարձնում են դերասանին դերասան։ Հա, այդ այն որ ասում են պետքա մեջդ լինի միջիցդ կա, այդ բանը։ Իհարկե անշուշտ կրթությունը շատ կարևոր է, չեմ ուզում բացել դրա մասին չխոսքը։ Իմիջիալոց սիրելի ունկնդիրներ, գրեք ձեր կարծիքը, որովհետև այս թեմայի շուրջ միշտ sense բաժանվում են մարդիկ կրթությունը, թե հենց բնատուր տաղանդը, բնականաբար երկուսը միասին դա լավագույնն է, բայց ինձ թվում է սա այն մասնագիտություններից է։ Իհարկե ֆիզիկոս չես կարա բնատուր տաղանդով դառնաս, կրթությունը շատ կարևոր է, բայց դերասանի դեպքում եթե դու այդ տաղանդը ունես, ինձ թվում է դա ամենակարևորն է։ Հա, լսի, շատ կարևոր է, որովհետև օրինակ լիքը դերասաններ կան, հիմա թատերական օրինակ սովորում են կրթություն ստանում են, բայց ինձ նայում ես շատ սորն են, sense մեջները էմոցիա չկա, բան sense պաթետիկ շատ, հա, sense այդ առումով, դες այդ բանը մի քիչ ավելի Իսկ ուզեր ինչ որ ֆիլմում նկարահանվել, քո գործընկերները շատերը սիթքոմերում են։ Հա, ես մի հատ ֆիլմում նկարահանվել եմ, նոր տարվա կինո առաջինում, հիմա երկրորդ մասնա նկարահանվում չկամ, բայց հա, էդի հա, ոնց որ ես ֆիլմի մեջ հենց Աշոտ էի բլոգեր ու համ կանացի կերպար ունեի, համ էլ սենսովորական վայելում էիր ընթացքը։ Ոյ շատ հաճելի էր, սկզբից ահա որ լարվում էի, ահա որ եմ լարվել, որովհետև դերասաններ պրոֆեսիոնալ, որ ես միշտ sense տեսել եմ հեռուստացույցով, լսել եմ իրանց մասին ու ես մի հարթակում պետք է իրանց հետ լինեմ ու այդ բանն է մի քիչ կա, չէ, դերասաններ կան, որ sense բլոգերներին մի քիչ ավելի վերևից են նայում, բայց չէ, մեր սաստավը իդեալական էր, sense support են անում բոլորը, ամեն ինչ շատ լավ անց է։ Իսկ ոնց է լինի առաջիկայում կունենաս առաջարկ, որովհետև նենց եմ պատկերացնում քեզ սիթքոմերով։ Հա, սիթքոմ։ Թե կերպարով, թե առանց կերպար, թե մի քանի կերպարով։ Ապրե շատ։ Տեսնենք ոնց կստացվի։ Իմիջիալոց ավակ սերնդից խոսեցին, կամ ոչ թե ավակ հենց դերասաններից ով ա եղել քո համար մեր հայկական շուկայից այն ամենան կամ ամենաները։ Դե առաջին սկսեմ Հայկո Մկոյից։ Վերջն են եղել էլ իրանք իմ համար, այդ իրանց ամեն միմիկան, ամեն շարժումը, ամեն ինչը։ Հետո չգիտեմ, վիտամինը, ես ավելի շատ sense հումորային, հա, այդ sense ավելի։ Բայց այդ ժամանակ երբ սիրում էր, տենց չէր կրկնօրինակում, չէ՞, զուտ ուղղակի որպես պրոդուկտ էիր սիրում։ Չէ, չէի կրկնօրինակում, բայց դպրոցում մտերիմ ընկերոջս հետ դասատուների ձևերն էին կանում, տենց դպրոցական ժամանակներից կար էլի տենց ինչ-որ մի քիչ շատ անում։ Ամենաշատը մեր դասղեկի հա Նարինե Ավակյանի ում շատ էինք սիրում։ Իսկ ինքը տեսել էր։ Հենց իրա կողքն էին կանում, սենց ռեալ դասատուների ձևերն էին։ Ասա որ ուսուցիչները սենց շատ կրկնօրինակելու կերպարներ են, որովհետև իրանք շատ էմոցիոնալ են, ուսուցիչները, ամեն մեկը ինչ որ սենց ներքին աշխարհով խորը էմոցիաները, ինձ թվում է այդպեսինը պետք է լինես, որ դիմանաս այդքան երեխեքի ձեռը, որ մի հատ մի բան ճանը շփրտես։ Այսինքն պետք է շատ մաքուր հոգի ունենաս, իսկ այդ մաքուր հոգին դա հենց այդ շփման գույների մասին է, ինքը նաև հեշտացնում է կրկնօրինակելը։ Այդ քեֆչի, բոնսենս ջիգյորով այդիա։ Մանկության տարիներ եթե գնանք, այն ժամանակվա Աշոտից այն ամենափոքր տարիքի, այսօրվա Աշոտի հոտը գալիս էր։ Հա, գալիս է, որովհետև այդ իրա բանը չի կորցրել, այդ բարիությունը, մի քիչ միամտությունը,
չգիտեմ, ասես դրականը փոքր ժամանակ էսենց ահավոր ժպտերես բան երեխա եմ էլի եղել, մինչև հիմա տենց մնացել է այդ լավ առումներով։ Հայկաշենում լինում էիք, չէ։ Հայկաշենում եղել եմ, հետո 4 տարի գնացել ենք Հունաստանում ենք ապրել, հետո հետ ենք եկել էլի Հայկաշեն ու նոր 3-րդ մաս։ Մի հատ ճանապարհորդությունը։ Իսկ այդ բոլոր տեղանքները քո վերջնական անձի ձևավորման մեջ զգում ես։ Անպայման ամեն ժամանակահատված ու տեղանք իմ մեջ նոր սերմանելով սենց եկել հասել։ Արի սենց գնանք Հայկաշենից մի փաստ կամ մի բան ֆիքսենք, որը քեզ տվել է ու մնացել է Հայկաշենից։ Հայկաշենից ջիգյարը, սերը, միմյանց նկատմամբ։ Հունաստանը ավելի սենց ժամանակակից, ավելի սենց ազատ միտք, բաց, այդ Վերադարձ Հայաստան։ Վերադարձանք 3-րդ մաս։ Քյարտու բան։ Չէ, վերադարձանք 3-րդ մաս, արդեն սենց բան է եղել, արդեն սենց վերադարձան, քան տարեկան եմ եղել, մի 10։ Մի րոպե, հա, Երևանը չասեց, Հայկաշենը ասեցին գյուղը, Հունաստանը եւ Երևանը այդ ամեն ինչը էլի ավելի լավ։ Ավելի լավ։ Ոնց ուզում եք հասկացեք լավ ավելի։ Ես շատ սիրուն վայրում եմ Grohe Center Armenia-ում։ Այստեղ ամեն ինչ Grohe-ի մասին է։ Կարելի է տեսնել, շոշափել, փորձարկել։ Ուրեմն 25 տարի առաջ, այո, 25 տարի առաջ Reginox ընկերությունը դարձավ Grohe-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցնցուղներ, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, տարբեր աքսեսուարներ։ Այստեղ է նաև Grohe Spa-ն, միակը Հայաստանում։ Ընդհանրապես նման շոուրում տարածաշրջանում չկա։ Grohe Spa ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլ հանգստանալու, վերալիցքավորվելու վայր, հենց ձեր տանը։ Մերսման էֆեկտով ջուր, ջրի օգտակարություն, լույսեր, երաժշտություն, լավ, այս ինչ է։ Եվ մինչ դուք վայելում եք տանը ձեր սպան, ընտանիքի անդամների համար կարող եք հանգիստ լինել։ Նրանք կխմեն ֆիլտրված ջուր։ Իսկ ձեր թեյնիկը կարող եք ինչ-որ մեկին նվիրել, որովհետև դուք դրա կարիքը էլ չունեք։ Ծորակից գալիս է եռացող ջուր։ Հանքային էլ կարող եք չգնել։ Կրկին ծորակից է գալիս։ Իսկ եթե ուզում եք շարունակել զարմացնել ձեր տան անդամներին, վերցրեք այս ցնցուղը, որը ջրի հետ փրփուր է տալիս։ Ու այս ամենը Sayat Nova 37 հասցեում, հետո արդեն ձեր տանը։ Արժոտ ոլորտում ովքեր են այն մարդիկ, ում էջը մտնում ես ու ասում ես, այս ինչ ընտիր կոնտենտ են ստեղծում։ Հումորային, թե հումորային իմ բլոգեր ընկերները համարյա մեծամասնությունը, Աշինն եմ շատ սիրում, դե Աշի իմինին մոտիկա, շատ եք չէ միասին նկարվում։ Հա, իրար հետ էլ ենք շատ նկարում, հա, այդ տրեշ կոնտենտը շատ եմ սիրում էլի, ես սենց եմ որ նայում ես, ասում ես խի այսի սենց։ Տենց Աշը, չգիտեմ, Անի ենք, Ռաֆո ենք, Ագնես ենք, ամեն մեկը իր ձևով, իր բանով Իսկ դու միշտ դու ես գրում սցենարը։ Հա, սցենարը սկզբից որ սկսել ենք, դե իմ ընկերոջ հետ եմ այս ամեն ինչ անում, այս քանի տարի է, ինքն է նկարում վիդեոներս, ինքն է մոնտաժում, սցենարային առումով, հա, հեռախոսով ամեն ինչը հեռախոսով։ Սցենարային առումով շատ ժամանակ ինքն էլ է օգնում, բայց հա, այս վերջերս ես եմ սցենարները սաղ մտածված գրում, ինքն է իր գործն է էլի անում։ Դենց որ չխանգարեմ շատ իրան։ Իսկ ասենց լրիվ ստեղծագործական է, այդ ամենը թե ամեն դեպքում հաշվարկ կա, որ չգիտեմ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում այսքան վիդեո է պետք, այսքան կանենք այս կերպարը, այսքան այս կերպարը, թե ինչ գալիս է։ Հա, այդ ամեն ինչը չէ հաշվարկով է, օրինակ ես չեմ կարա իրար հետևից կնոջ կերպար անեմ։ Պետք է արանքային լինի ինչ որ ուրիշ կամ կնոջ, կամ հարևանի, կամ, չգիտեմ, սուպերմարկետի աշխատակցուհու, տենց գծում ենք, ասում ենք ամեն շաբաթ գոնե մի հատիկ ռիլ, որովհետև սկսել ենք քիչ անել, այն վաղտ ավելի շատ էինք անում, տենց սցենար ենք գրում տեքստային, ու տենց նկարում ենք ամեն ինչը։
Իսկ ինչ ես մտածում, եթե այդ քո ասած տրեշը ավելի քիչ լինի, գովազդի առումով ավելի շատ կլինի, չէ՞ գովազդը։ Իրականում սկզբից, ամենասկզբից ավելի շատ էր տրեշը, ու ինձ իմ բլոգեր ընկերները ասեցին, օրինակ այնց բաներ կարող է օգտագործեի վիդեոյի մեջ 18+, որ չի կարելի, ասեցին, եթե ուզում ես գովազդներ ստանաս, պետք է մի քիչ այդ տրեշը քչացնես, բայց եթե շատ է քչացնեմ հանեմ, հաստատ չեն նայելու։ Հա, ես չեմ լինի։ Դրա համար պետք է մի քիչ այդ չափը մնա։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ Ռաֆոյի մոտ եմ ես դա նկատել, որ ձեր դեպքում գովազդատուն քիչ է խառնում, կամ գիտի որ եթե ձեզ է տալիս, պիտի մի քիչ անի, որովհետև մեկ-մեկ դուք ունենց գովազդ եք անում, որ ես մտածում եմ, որ եթե ես գովազդատու լինեի, ես կմտածեի, բայց ես մի քիչ սենց փոխեինք, բայց հասկանում եմ, որ ձեր կոնտենտի ու ձեր դեպքում չպետք է խմբագրվի, հա։ Հա, իրականում մենք պայմանավորվում ենք դա նախորոք, ես գովազդատուին ասում եմ, օքեյ, եկեք դե շատ, եթե գովազդ եղավ, այդ բնականաբար ոչ միտեղ չեն նայելու, ոչ մեկին հետաքրքիր չի։ Կարևոր ինչ որ տեքստեր, որ ուզում եք լինի, ասում եք, ես ընենց եմ այդ տեքստերը ներառում վիդեոյի մեջ, որ սենց շատ սիրուն սլացի գնում է։ Տենց պայմանավորվում ենք իրար հետ, գովազդատուին ասում եմ, նկարում եք, համաձայնության անպայման նկարում ենք, նկարածն է ուղարկում ենք, ինքը հաստատում է, նոր գցում ենք։ Մենք երկու փուլ ենք անցնում, սցենարը ուղարկում են, ուղարկում եմ, հաստատում են, հետո նկարում ենք, էլի հաստատում են, նոր տեղադրում ենք։ Աշոտ իսկ ամենաշատը ինչին են կոմենտ անում, այդ սցենարը ուղարկեցիր։ Հա, ոյ, ահա որ սիրում եմ, դե ես որ սցենար ուղարկում եմ, voice-երով եմ ուղարկում, ու հենց այդ կնգած ձևով էլ կարող է ասեմ, բան, տենց մեռնում են, հենց լսում են, միանգամից մեռնում են։ Իսկ լինում է ինչ որ կոմենտներ, այս փոխի կամ այս։ Հա, անպայման։ Ինչը։ Օրինակ ես վերջերս սցենար եմ գրել, այդտեղ բանը ասում եմ, ոնց որ սկիսուրից են խոսում, բաժակի մեջ նայում է բան, փոսատենում, ասում է կարող է սկիսուրիտ եք դնելու փոսի մեջ բան, ասում են այդ մասերը օրինակ հանենք մի քիչ հա գովազդի մեջ այդ պահը։ Հա, մի քիչ հա։ Տենց իբր մարդկային առումով վատ բաներ չասենք էլի, տենց, բայց դե այդ կոնտենտը դրա վրա է էլի ստեղծված։ Իսկ լինում է որ նկարահանես վերջացնես ու սենց վատ ռեակցիա տան եղել է որ նեղվել ես այդ ռեակցիայից։ Մի վարքյան հիշեմ տենամ տենց վատ ռեակցիա եղել է։ Կամ բաղացրեն այս բանը փոխեք, բայց արդեն նկարել վերջացրել ես։ Հա, եղել է մի անգամ եղել է, ոյ տեսեք, ես խեմ սցենարը ուղարկում, որ 100 անգամ էլ չփոխենք, որովհետև ես չեմ կերպարային նստում, սպասում մինչև հաստատեն, ես փոխվում եմ, չէ՞ ամեն անգամ շորեր, քսվել, մակիաժ, պարիկ, որ տեքստը ուղղակի փոխես։ Հա, այդենց։ Դրա համար ուղարկում եմ, հա, լինում է տենց մի քանի անգամ փոխել են, այստես էր հասել, բայց հա, ասացի օքեյ։ Այսինքն նորից նկարեցի։ Նորից նկարել ենք, հա։ Ու այդ կերպարով նորից ես հագնվել եմ, նորից քսվե նստե ու բան եմ արել, էլի նկարել ենք, բայց դե ինչ անեմ, պետք է անեմ։ Քանի որ քո հանդեպ շատ դրական եմ ու նաև քո հանդեպ այստեղ էլ պետք է լինեմ շատ օբյեկտիվ, քո ամբողջ կոնտենտի մեջ մի անգամ ա եղել, որ ասես ջղայնացել եմ քո։ Բայց նույնիսկ հիմա չեմ մտել։ Ես իսկ թվում է գիտեմ ինչի հետ ես։ Նույնիսկ չեմ մտել նայեմ, որտեվ չէի ուզում հիշեի այդ վիդեոն, բայց ամեն դեպքում ասա ինչ։ Կոմիտասը, հա, ես տենց էլ գիտեմ։ Դու հետո հասկացար, որ պետք է չմտնեիր։ Տեսեք, այդ ինձի ավելի շատ դաս եղավ, որ ես անենց ներկայացնեմ, որ անենց չանեմ էլի ոնց որ հետևիցս սենց հեյթ անեմ, մի քիչ ավելի անենց մարդկանց բացատրեմ, որ օքեյ, մի քիչ ավելի նուրբ, բայց այդ վիդեո անելուց ես ինչ եմ ուզեցի ասեմ, հիմա կան տենց լիքը մարքետոլոգներ կամ ռեստորան գնում ես, որ օրինակ գովազդի համար ուզում են ներկայացնես բանը, ստեղ չգիտեմ, բերել ենք ցեղասպանությունից, օրինակ ինչ որ քարա փրկված, ռեստորանում դրել են, ուզում են անպայման նշվի։ Ասենք ռեստորանում բերե դրել եք այդ քարը, ուզում եք ինչը նշվի, լավ, խի օրինակ, ասենք ուրիշ տեղեր կա, որ կարող եք տանել դնել, գնան նկարեն մարդիկ, ռեստորանում դրած պատին ինչ որ չգիտեմ։ Դու ուզել ես հեգնել այդ տեսակը, այ այդ եմ ուզեցել հեգնել։ Հա, մի քիչ կոպիտ է ստացվել, հա, բայց իհարկե բացարձակ չեմ ուզեցել վիրավորեմ կամ ինչ որ բան կոմիտասին, вообще էլ ինձ նիշ չի։ Ուղղակի sense մի քիչ այդ բաց սխալ է հասկացվել։ Ես էս թորի էի արել, խիեմ տենց արել վիդեոն գցելուց առաջ, որ գիտե էլի որ հաստատ այդ պահը մարդիկ բան են անելու, բայց իրականում ես էլ այդ պահին շատ քո վրա ջղայնացել, բայց մարդասիրության մասին է խոսքը, այսինքն եթե տվյալ մարդը ձեր սիրած
բլոգերն է, ինֆլուենսերն է, այո ինքն էլ կարա սխալվի, բայց խոսքը նրա մասին է, որ կարելի է դա փորձել շատ հեյթի չվերածել։ Այ հիմա մենք խոսում ենք կլինեն մարդիկ կարող ավակի ինչ որ մի բան իրանց դուրս չգա, բայց կլինեն մարդիկ ովքեր ասեն իրանց ամբողջ օրվա ագրեսիան հիմքոզրույցի տակ օրինակ չգիտեմ, ես է ինչ որ մեկին որ սիրում եմ, մի բանի տո բանան ասում եմ լավ մարդ է բան, բայց այդ բիրուդը, այդ ժամանակատված այդ կոմիտասի, սենց մարդիկ ինչքան վատ էներգիա ունեին, որ ուզում էին մի հատ են որ ոտդ սայթակի հարցակվեին վրեդ այդ այնց հա եղել։ Աշ այդ ժամանակ ոնց էս լինում, որովհետև իրականում վատ, դժվար։ Հա, դե դժվար է, էլի, որովհետև սենց կոմիտասը սախտնա բոլորը քննարկում։ Ես ավելի շատ սխալ եմ հա լավ, չէ, սխալ հասկացվել։ Հա։ Որովհետև օրինակ մարդիկ 50-50 էին բաժանվել, շատերը հասկացել էին, շատերը սենց վատ։ Բայց պատկերացնում եմ, որ դու երբի մտածում ես նաև ես սխալ եմ, որ նենց չարեցի, որ ճիշտ հասկանան։ Հա, այդ այնց, հա, այդ էլ կա։ Հա, անպայման։ Օրինակի վրա եմ շատ փոշմանում, որ այդ օրինակով եմ արել։ Մի քիչ ավելի ուրիշ օրինակով կարող անեի, հա։ Իսկ ոնց է լինում, տխրում ես, ջղայնանում ես, ընկերներիդ հետ ես կիսվում։ Ընկերներից հետ եմ դե առաջինը կիսվում, այդ երևի էս իմ ամբողջ կարիերա ասեմ, միակ դեպքն է եղել, որ տենց կոնկրետ վատ էի։ Ու այդ ռոպեն քեսումա վերջ, չէ։ Հա, իստված վերջ, սենց աշկերից դեմ սևացած գնացել ենք այգում նստում ենք ընդ խոսում եմ երեխեք, էս ինչքան վատ բան են գրում, բանխի են գրում, լավ ոնց կարաս էս կարգի վատ բաներ գրես, բան այսինքն բայց հետո անցավ 2 օր հետո անցավ ամեն ինչը։ Գիտես ինչ հետաքրքիր է, որ այսօրվա աշխարհը մի օրվա պատմությունը։ Ես էլ եմ միշտ այդ ասում եմ աշխարհի այն ամենա, չգիտեմ ինչ անես, մարդիկ 2 օր խոսում են, մաքսիմում մի շաբաթ, հետո անցնում է լրիվ ուրիշ բան։ Ժամանակները շատ են փոխվել։ Ես հիշում եմ հայտնի դերասանուհու պատմություն կար տարիներ առաջ սկանդալային ու դա մի ամբողջ էպոխա էր Հայաստանում։ Հա։ Հիմա ցանկացած լուր ոնց որ ինչպես ասում են Facebook-ում մի օր է տևում լուրը։ Այդ առումով հա, այդ առումով լավ անցել է այդ պերիոդը։ Իսկ քո համար ինքը որպես ֆինանսի աղբյուր այնա ինչ որ դու պատկերացնում ես, թե դու ամեն դեպքում կուզեիր ավել։ Լուսի, չէ, ես իրականում սկզբից սկսելուց մտածում էի, որ ավելի սենց հոբի, ոչ թե որպես ավելի հոբի, բայց նաև հա դե տեսել էի, որ իմ բլոգեր ընկերները գումարել են աշխատում, բայց ոբշե էլի չէի պատկերացնում, այն վաղ մտքովս ոբշե չէր անցնի, որ ասենք մի րոպեանոց վիդեոից դու կարող ես աշխատել X գումար, հետո որ ես ամեն ինչի մեջ մտածում, շատ հաճելի է։ Չգիտեմ, իմ համար նես չի քիչ հա, օքեյ եմ ես, շատ օքեյ եմ։ Միշտ ձգտում եմ ավելին ու օքեյ եմ։ Երբեք չեմ դժգոհում էլի բացարձակ։ Իսկ դու տենց հստակ ես, գներս հստակ են եւ այլն։ Հա, գները սենց հստակ են, բայց օրինակ չգիտեմ, եթե սկսնակ բիզնես ա, նոր են այդ մարդիկ, սենց մի քիչ կարելի է օգնություն քո կողմից տալ, անպայման անում եմ։ Անպայման։ Հետո օրինակ ինձ թվում է եթե թեման կպնում է սրտիդ ոնց չանես։ Հա, ոնց չանես։ Օրինակ վայ լիքը լինում է որ մտքիս մեջ լինում է որ այդ վիդեոն նկարեմ ու այնց գովազդատույա տալիս որ կարամ ասոցացնեմ, էդի իդեալականն է, իդեալական, էդի գովազդա գնում։ Ու իմիջիայլոց ինձ թվում է կարանք օգտվենք առիթից ու ասենք որ մեր դաշտում դա շատ լինում է։ Ինձ թվում է եթե դու մարդ ես, բնականաբար չես կարող մենակ այդ աշխատանքային գովազդները անել։ Ինչ որ նոր բան հիշեցի, որ վերջին օրերի նամակների մեջ ինչ որ խաղալիքների էջ էր, որտեղ կար նաև ձեդո բաբո խաղալիք։ Մենակ այն որ Արցախի ձեդո բաբո խաղալիք կա, ես որոշեցի որ ես իրանց պետքա նվեր անեմ։ Այսինքն սրտիդ որ կպնում է, հա։ Կա 100%։ Իսկ ինչ ես անում քո աշխատած գումարը։ Աշխատած գումարը փորձում եմ պահեմ, բայց չի ստացվում այդքան, որովհետև դե հա ես մենակ եթե ին վրա ծախսեի, օքեյ, լիքը կուտակած կունենայի, բայց չգիտեմ, մամաս, եղբայրս, ոնց որ կոպիտ ասած տունը, հա, եղբայրս 14 տարեկան է, 15 ոնց որ չգիտեմ, իր սովորելու վարձը, մեր ապրուստի գումարը, ամեն ինչը ես եմ էլի հոգում, դրա համար այդ առումով մի քիչ դժվար է գումար խնայելը։ Բայց որ խնայում եմ, հետ ճամփորդության եմ գնում, էդի այլ, այտենց մաքսիմալ որ կարամ այտենց անեմ։ Մաման հպարտանում է քեզնով։ Հա, սկզբից չէի ասի, բայց հիմա Կար այդ միտքես ինչ ես անում, հերիք եղավ։ Ոնց չկար, սկիզբը մաման ահա որ դեմ
կռիվներ տունը, այս ինչ ես անում, խայտարակ չես, ոնց կարաս ինձ բան, ասում եմ մամա դու չես հասկանում, սենց մի հատ բան կա, կոչվում է բլոգեր, բլոգինգ, հումորային վիդեո ես անում մարդիկ, դե իրանք ավելի շատ սովորեն հեռուստացույցով նայեն, հիմա մարդիկ հեռուստացույցով պետք է նայեն, որ հասկանան, մարդը դերասան է, եթե կամ չգիտեմ, հայտնի մարդ է, բայց հեռախոսով այդքան մի քիչ ավելի թերահավատորեն էլ էլի մոտենում։ Աշոտ քեզ ասեմ, ես տարիներ հեռուստացույցով երևում էի, աշխատում էի տարիներ, մերոնք միշտ մտածում էին, որ երբ հասա ավարտվելու նորմալ գործի անցնեմ։ Նենց որ նայ, այն ժամանակ հեռուստացույցը, հիմա հեռախոսը։ Հիմա հեռախոսն է հաստատ։ Իսկ կա ինչ որ գնում, որը շատ ուզում ես, որ այ գումար հավաքեմ անում։ Հա, շատ տուն եմ ուզում գնամ, ահա, դե չնայած այն տունը, որտեղ որ մենք ապրենք մերն է, բայց ուզում եմ իմ առանձին տունը գնեմ, ունենամ, ասեմ, որ ես այսքան աշխատել եմ, որ սարքի արե դրել եմ, այդ եմ ուզում, իմ կյանքիս ամենամեծ երազանքներից մեկն է։ Առանձին կապրես, չէ՞, ձերոնցից կառանձնանաս։ Ախպերս դե մեծանա իր կյանքով, բայց չէ, դե մամայի հետ առանձին ոնց կլինի։ Բա ձեր հարևանները։ Ինչ հարևան է։ Այդքան հարևան Հա, այդ հարևանն է։ Դե հիմա ինչ արած կյանքը ամեն ինչ պատահում է կներեք։ Իսկ մամայի հագուստը կրում ես, գիտեմ որ մամայի ընկերուհիների, բայց ինձ մամայի հետ կարող կիսում եք զգեստապահարանը։ Մամայի հագուստը չէ չափսը վրաս չի լինում, մամայինը դե փոքր է, բայց ասենք քսվելիքները կարանք մամայի հետ կիսվենք, մաման ասում է տուշ ուզում ես, ասենք մի քանի հատ տուշ ունեմ, տամ քեզ շատ խնդալի այդ այն օրը կռիվ ենք անում տոնային կրեմի, ասում եմ իմը էժանա, դու գնացել ես քեզ 10,000-անոց տոնային կրեմ ես արել, ինձ 2000 դրամանոց, ասում եմ խի, որ ես քեզնից շատ եմ կսվում, ասենք տունը։ Որովհետև դու մի ժամ հետո մաքրում ես։ Հա, հենց էդ էլ ասում է դու նկարում ես մի ժամ հետո մաքրում ես, ես ամբողջ օրը դեմքիս վրա մանեմ գալի։ Մտածում եի կարող եմ մի օր գնաս մեյքափի կուրսերի։ Գնացել եմ, մի օրով գնացել եմ մեյքափի կուրսերի։ Բայց ես հատուկ այդ մորքուների մեյքափն է սովորել։ Նու սենց մինիմալ, որ կարանամ, չգիտեմ, չլղոզվի կամ հասկանամ ոնց անեմ, որ ավելի հեշտ լինի էլի, որովհետև իրոք շատ է պետք գալիս։ Կամ մաքրել այն ժամանակ, որ շպարվում էի, հետո այն ժամանակ որ շպարվում էի, մաքրելը կարողա մի հատ թաց անձեռոցիկով մաքրեի կամ լվացվեի, բայց չէր կարելի։ Ընդ 3 հատ փուլով դու պետքա մաքրես, որ դեմքը դուրս չտա, ծակոտիները չգիտեմ ինչ չլինի տենց։ Մաքրելը ամենակարևոր բանը։ Ամենակարևորն է, հա։ Այն վաղ օրինակ դրան ուշադրություն չէի դարձնում։ Իսկ քո կերպարներից որևիցե մեկին ամենաշատն ես սիրում։ Հա։ Ճիշտն ասում ես սիրում։ Արմենի կնոջը, որովհետև ինքն է շատ օգնել, որ լիքը բաներ ասենց հասնեմ նրան ինչին հիմա օրինակ կա, հա Արմենի կինը, այդ ջիգերով այդ կնիկը որ կա, համել իրան սիրում եմ այդ իր տեսակի համար, այդ կնոջ լիքը խասյատներից ես էլ ունեմ, տենց ոնց որ մենք համարյա նույն բանն ենք, այն ուղղակի էնի կերպարը էսի ես եմ, այդ ջիգերը, այդ բարությունը, որ չգիտեմ։ Իսկ լինում է, որ ընթացքում հասկանում ես, որ քո այս կերպարին ինչ որ մի գիծ պետքա ավելացնել կամ քչացնել, այսինքն դու իրանց հետ ապրում ես։ Հա, իրանց հետ ապրում ես։ Օրինակ կերպարներ ունեն, որ իրանց պետքա ավելի դանդաղ, որ ինքը մտնի մուտի մեջ։ Կերպար օրինակ պետք է ավելի արագ խոսած բան։ Տենց ես հասկանում եմ, պարիկներ դե ունեմ լիքը, կեղծամներ, դնում եմ տենում եմ այդ ձենը, որ մազի գույնի հետ է բռնում, օքեյ, մազի գույնու ձենը գտանք, շորերն եմ գտնում, շորերը հերթով հագնում, տնամ շորերից որն է բռնում, ու տենց արդեն կերպարն է ստեղծվում։ Ոնց որ Բարբի խաղալիքին դասավորում։ Հա, այդ տենց, ոնց որ հավաքես իրան, այդ տենց է լինում։ Ու ինքը արդեն կա։ Հա, բայց ժամանակի ընթացքում ինչ որ կարեկցիաներ կարելի է անել։ Հա, կարելի է անել, ճիշտ է, իրան փոփոխես, օրինակ, չգիտեմ, ամուսինը էս եղա։ Իրանց կյանքում փոփոխություններ լինում են, չէ՞։ Հա, լիքը փոփոխություններ Արմենի կինը, չգիտեմ, երեխուն ամուսնացրեց, չգիտեմ, թոռ ունի արդեն, ընդ այսպես լիքը կյանքները ապրում են։ Իմ տպավորությունն է, որ իրենք կան ու իրոք ապրում են։ Լիքը մարդու տենց ասենք ծանոթ մարդկանց մամաներ բան ասեն, արի մեր հետ տենց նստի կոֆե խմենք իրար հետ բան, այ տենց։ Ուրեմն վերջերս այդ կասայի վիդեոն էի նայում քո, ֆանտաստիկ է։ Ուրեմն այդ մոնտաժը վատ, հետևը թվում է կադրը, բայց հասկանում ես, դա քո դեպքում ընդհանրապես էական չի։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, դա իհարկե շատ լավ է նայվում։ Ապրը շատ, հա։ Այնտեղ տեսա, որ Երևան City տոպրակ էր։ Հա, Երևան City էր, հա, Երևան City էր։ Իսկ կամ City էր կամ սաց, բայց ոնց որ City էր։ City էր, հա, ճիշտ է, հա։ Ու ինչ հետաքրքիր է, որ օրինակ դու այն աստիճանի դիտելիություն ունես, որ այդ մի վայրկյան տոպրակը ես ցեցի մտածել։ Հա, որ գովազդ է, թե ոչ։ Գովազ չի։ Չէ, գովազ չէ։ Բայց ֆիքսենք, որ այդ թեկուզ այդ մեկ վայրկյան շատ տպավորիչ էր։ Հա, անենց բաների վրա կֆիքսվեն, չգիտեմ, հետին պլանի, որ մենք 100 անգամ այդ վիդեոն մոնտաժելուց չենք տեսե,
Բայց ժողովուրդը նկատում է այդ հետևում, չգիտեմ ինչա։ Իսկ քո մասին ինչ որ տարբեր անհեթեթ խոսակցություններ։ Դե հա, բնականաբար լիքը տարբեր անհեթեթ խոսակցություններ։ Քեզով է պատմում։ Ծանոթներից խառը, չգիտեմ, կարող է նույնիսկ անծանոթ մարդ, ասի նստած էի ավտոբուսի մեջ, քո մասին էին օրինակ խոսում կամ քննարկում, լավ ու վատ խառը տարբեր, բայց էդի ահա որ հետաքրքիր է իմ համար։ Հա, ինձ շատ հետաքրքիր։ Ոչ թե հետաքրքիր է ինչ խոսացին բան, այլ շատ լավ է որ խոսում են։ Ինձ ահա որ դուր է գալի, ով ինչ ուզում է թող խոսա։ Չգիտեմ, այդ հետաքրքրացնում է շատ։ Այդ ամենաճիշտ պահերից է, որ ինձ թվում է այդ գիծը որ դու ունես, դու այս ոլորտում ճիշտ կգնաս առաջ, որովհետև դու հասկացել ես, որ կարևորը խոսալն է, ոչ թե ինչ են խոսում։ Անպայման, ավելի լավ է խոսան, քան անտարբեր լինեն։ Իմ համար էդի շատ կարևոր է։ Անտարբեր պետք չի լինեն, թող խոսան ինչքան։ Համոզված եմ, որ տարբեր անտակտ կոմենտներ լինում են։ Իհարկե, բնականաբար։ Բայց քեզ իմանալով դու շատ լավ արձագանք ես տալիս, ինչքան հասկանում եմ։ Խնդալու, հա, ասենց ավելի ցինիզմով եմ պատասխանում, հա։ 0% տոկոսադրույքով արևային կայան բիզնեսների համար, եւ սա դեռ ամենը չէ։ Դուք կարող եք նաեւ բանկից ունենալ մայր գումարի քեշբեք, եթե ձեր բիզնեսը համապատասխանում է որոշակի կրիտերիաների։ Օրինակ, թիմում ունեք աշխատակիցներ Արցախից կամ հաշմանդամություն ունեցող անձինք, կամ այլ դեպքերում միգուցե դուք համապատասխանում եք տվյալ կրիտերիաներին։ Զանգահարեք 8128 կարճ հեռախոսահամարին, միացեք Իտալսոլարի աշխատակիցներին ու ամեն ինչ ձեզ կպատմեն։ Այնպես որ բիզնեսի սիրելի սեփականատերեր, տնօրինություն, ունեցեք ձեր էներգիայի աղբյուրը եւ ավելացրեք ձեր դիվիդենդները։ Վերջերս մի միջոցառման էինք, այսինքն Սատանան կրում է Պրադա ֆիլմի պրեմիերաներ, դու եկել էիր կերպարով, բայց այս անգամ կերպարը մորքուրներից չէր։ Աննա Վինտուրի կերպարով, այո։ Որոշեցիր, նենց տպավորիչ էր։ Հա, ահա, որ սենց հետաքրքիր է, շատ լիքը սենց էներգիա եմ ստացել։ Որ ստորի եմ անում, որ Հրավիրա Տոմսը կինոպարկ ուղարկել է, բլոգեր ընկերներից մեկը գրում է, կարող է կերպարով գաս։ Ես ասում եմ հələ մի րոպե, ինչ լավ միտք տվեցիր, անպայման հարցրեցի կինոպարկին, որովհետև միշտ հարցնում եմ, եթե տենց տեղեր գնում եմ, անպայման կարող է, չգիտեմ, պետք չի կամ խնդիր կարող է լինի, անպայման հարցրեցի, օքեյ, ասեցին հայ ոնց օքեյ չի մեծ սիրո, բան, տենց հելա գնացի։ Երևան մոլի կինոպարկի այդ շնորհանդեսի, ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ինչ ակտիվ վիճակ էր, չէ՞, ասենց ծանոթներ, ասենց խառը վիճակ, ու ես մտածում էի, որ շատ ասենց լավ vibe էին ստացել։ Սիրում ես այդպիսի բաներ, այդ շփումները։ Հա, շատ եմ սիրում։ Ճանաչում ես օրինակ նման վայր որ գնում ես, մարդկանց մեծ մասին ճանաչում ես։ Հենց էտա գնում եմ, եթե մեծ մասին ճանաչում եմ, գնում եմ, եթե մեծ մասին չեմ ճանաչի, մի քիչ ավելի կլարվեմ, չեմ սիրում ինչ որ բան, ասենց ձևական, սենց վիճակների մեջ, այդ вообще չեմ սիրում, ու որ օրինակ եղել եմ բրանչերի, տենց մարդիկ են եղել իմ սեղանի մոտ, ես սրում եմ էդի արագ, սենց հումորով բան, ահա որ բացում եմ, որովհետև այդ մարդիկ բոլորս է մարդ ենք, բոլորս է ամեն ինչի միջով անցնում ենք, սենց որ բացվում ես, իրանք էլ են բացվում, որ սկզբից սենց էին, հետո իրանք էլ են բացվում, հումոր են անում, բան, սկսում են քեզ կոմպլիմենտ անել դրանից առաջ, որ նենց էին ցույց տալի, որ չեն է ճանաչում քեզ, որ սենց լավ ես լինում, հետո արդեն բացվում են։ Միջոց այդ լավ լինելը միշտ փրկում է։ Հա, շատ է փրկում, այո։ Ես նկատել եմ, որ շատ հաճախ կան մարդիկ, ովքեր իրար չեն բարևում։ Իմ ընկերների մեջ կան մարդիկ, որ ասում են, ես չեմ բարևում, որտեվ ես համոզված չեմ, ինձ հիշես թե չի։ Ես աչ ու ձախ բոլորին բարևում։ Հա, այդի է ճիշտը, էդի շատ ճիշտ է։ Սենց չգիտեմ, մտածելով չբարևես, հիմա բարևեմ, ինքը կբարևի կամ եթե բարևեմ չբարևեց, ես ինչ ամոթ այսինքն չմտածես էլի, ուղղակի դու քո համար շփվես տենց ոնց կաս։ Ձեր ասպարեզում այն մարդիկ, ովքեր հասել են հաջողության, իրանց մոտ այդ տրանսֆորմացիան շատ սենց ակնհայտ է, չէ՞։ Այսինքն եթե չլիներ ոլորտը, ուր կլիներ դու, ինչ կանեիր դու։ Ես ինձ թվում է դե սկսելուց առաջ բլոգինգը գյուղինստիտուտում էի սովորում որպես սննդի տեխնոլոգ ու ուզում էի ավելի գինեգործ գնալ ինձ թվում է սոմելիե կարող էի հա այ սոմելիե այո հա ճիշտ է հա սենց փորձելով ինձ թվում է այդ ուղղությամբ շատ սիրում եմ սպասարկման ոլորտը շատ եմ սիրում դե աշխատել եմ երկար տարիներ սպասարկման ոլորտում համ խոհարար եմ եղել համ մատուցող եմ եղել բարմեն եմ եղել մի ամսով չնայած չեմ համարում որ բարմեն եմ եղել ինչ ասես լսում խառնում իրար տալիս էի խմում էի սպասարկման ոլորտում ավելի շատ կլինեի
Բայց անկեղծ չեմ կարող ասեմ ինչ կլներ իրոք։ Նախկինում այդ այնքան բարձր դեպի հայտնիություն ճանապարհը, հիմա այդ սոցիալական ցանցերը քո համար sense բան են, չէ՞։ Նվեր, որ չլինի TikTok-ը, TikTok-ից է սկսել։ Կարևոր են։ Դե քո աշխատանքն է էլի պետք է անես։ Համը ինքն է էլի օգնե որ լիքը մարդ օրինակ ճանաչի, հիմա աշխատեմ, գումար։ Աշոտ որն էր այն առաջին օրը, որ դու հասկացար, որ ես կերպար պետք անեմ, որովհետև եթե չեմ սխալվում TikTok-ում արդեն ինչ որ բան անում էիր, այսինքն կերպարը ոնց հասկացար, որ դու կարող ես լինել կնոջ դերում։ Այն ժամանակ որ TikTok չունեի, ընկերներս բոլոր ունեին, ահա որ ազդում էր ներվերիս վրա, այդ TikTok-ի այդ մասան, այդ լիքը, sense անտակտ մասա էր մի հատ, ասում եմ, օքեյ, մի անգամ ես պետքա ձևերի իրանց անեմ։ Հենց իրանց նման որ պրոշները sense բան գծով, sense ահա որ գրեհիկ իրանց նման անում եմ ու տենում եմ որ քմփծրեց, բայց ես ասեմ քսված եմ, պարիկ եմ հագել, չգիտեմ, եղունգ եմ դրել ու օքեյ ռեակցիան, ասում եմ օքեյ, եթե օքեյ է, շարունակեմ տենամ ինչ կստացվի։ Ու իրականում շատ չեմ մտածել որ կարա hate լինի ահա որ, sense առանց մտածել եմ գցե։ Որ սկսեց արդեն եղավ, sense գծով, թելով գնաց։ Իսկ ավագ սերնդի դերասաններից արդեն ոչ հումորային ովքեր են որ քո համար, չգիտեմ, շատ կուզեիր իրանց հետ առնչվել, խաղալ մի ֆիլմում։ Լալա Մնացականյանը, Զարան, Լալա Մնացականյանի մոտ ես ուզում եի գնայի խոսքի դասընթացի այդ վարպետության Իմ ջերս ես քեզ ուզում եի հարցնել մեր բակի մասին։ Քո համար էլ է եղել մեր բակը, այտենց չգիտեմ։ Իսկ ում համար չի եղել ինձ թվում։ Մեր սերնդի համար եղել է ինքը, չգիտեմ, լավ բան ես։ Հա, լավ, իհարկե լավ, հա։ Բայց փաստորեն ձեր սերնդի համար էլ։ Հա, իմ սերնդի համար, ճիշտ է, ես շատ, հա, չէ, նոր եմ, չնայած 23, 2002 թիվ եմ։ Եթե քո սերունդը նայել է մեր բակը, այդ լավ է։ Այդ շատ լավ է։ Իսկ հիմիկվա սերունդը նայում է մեր բակը։ Ինձ թվում է չէ, գիտես հիմա այնքան արագ է կյանքը, ինձ թվում է չէ։ Համա հիմա այնքան նոր բաներ կան, բայց դե մեկը այդ հինը, այդ ջիգյարը, այդ հումորներն ա լրիվ ուրիշ եղել առաջվոս, ես չգիտեմ, ահա որ սիրում եմ էլի այդ ջիգյարը հումոր։ Իսկ ո՞րն է սիրածդ հումորը մեր բակից։ Քույրերը։ Լիլիթը եւ Արփինեն երկու քուր են, երկուսն էլ։ Հա, երկում են բալկոնում սենց, երկու քուր են, երկուսն են։ Նաև Կարքինից էիր խոսում, ասում էիր, որ քո համար հիմք ա եղել Կարքին հաղորդումը, որն էիր սիրում ամենաշատը, որ հումորը։ Բոլորը, բայց ավելի շատ սիրում եմ, որ Հայկոն կանացի կերպարներում ա լինում։ Այդ ավելի, հա, ու այն որ սենց սզվելի կերպարն են, որ սենց ոնց բացատրեմ, հա, տենց տահաճ են գրեի կերպարները, ամենասիրածս կերպարներն է, Հայկոյի կանացի կերպարները։ Դե հա, հա, եթե սիրել եմ, հետո արել եմ, ուրեմն կարելի ասել, հա։ Աշոտ, ովքեր են քո մոտ ընկերները։ Իմ մոտ ընկերները հիմա շատ են, այն վաղտ մի քանի հոգեր, հետո շատացան։ Այսինքն հետոն որն է, այս հետո հայտնիության ընթացքում, հա, բայց նես չի հայտնիություններ էլի պատճառը, սենց ուղղակի շփում տարբեր առիթներով, տենց հիմա մի 11 հատ մտերիմ ընկեր ունեմ, բայց իրոք մտերիմ, նենց չեն, որ ասում են, հա, տարիների ընթացքում կչանան, կպակասեն, հա, այն ընկերները, որ սենց նոր ավելացածները մի քանիսն են, բայց այն հներից մանկության ընկերներս մնացել են։ Մինչև հիմա կան, հա, մեր բակից։ Այդ տղաներն են, որ ինձ օգնել էին շուտ։ Այո, Էրիկը Սամվելը, հա։ Ապրեք, ոչ չի ասել ոչ մի բան։ Ոնց չէին ասել, բայց ինձ հիմա գիտես չէ գալուց առաջ էլի հարցել եմ կարող Արևիկին մի բան ասելացես։ Այս դեպքում դրա կարիքը չունենք, սա ուրիշ պատմություն է։ Աշոտ, իսկ ով է այն մարդը, որ քեզ միշտ ամեն ինչ ազնիվ, արդար ասում է, եթե պետքա քննադատում է։ Երևի մամաս, հա, մամաս կասի։ Ընկերներս էլ են, հա, բայց մաման սենց ավելի 100-ը չափող մեկը կտրող, որ այ գիտես, էսի անելուց առաջ մի հատ 100 անգամ լավ մտածի, նոր արա, կամ էսի որ արել ես, գիտես, սենց հետևանքներ կարա ունենա, կարողա պետք չէր բան, այտենց, այ օրինակ Կոմիտասը։ Մի քանի անգամ այ չես, ես քեզ ասում էի մի արա։ Հա, ինքը։ Իսկ ով է քեզ շատ ուրախացնում։ Ընկերներս։ Ինչ եք անում։ Լույսի կարողա հովոկվենք ու սենց իրանք իրար մեջ են ընկեր։ Հա, իրանք իրար մեջ են։ Այդտեղ ովքեր կան 11 հոգին է, 11 հոգին է իրար մեջ ընկերներ են։
Ինչ եք անում, ուր եք գնում։ Հավաքվում ենք տարբեր տեղեր, կարան գնանք, չգիտեմ, տներն ենք հավաքվում, նույնիսկ կարողա օրինակ բոլորիս տները զբաղված է, տանեցիները դե տունն են, օրավարձով տուն վերցնենք, գնանք այդ օրավարձով տանը մնանք, անցկացնենք, խաղեր ենք խաղում, չգիտեմ, լիքը խոսակցություններ տարբեր, կռվում իրար հետ ամենավերջի ձևով այդ սենյակում, հա, բայց ինչ լինում է, մեր մեջ է լինում այդ ամեն ինչը, մեզնից դուրս երբեք ոչ մեկի մոտ չենք նստել։ Բլոգը մենակ դու ես այդտեղ։ Հա, մենակ ես եմ, Էրիկն էլ, բայց անիմացիաներ է անում, չգիտեմ, տեսած կլինես հայկական ինչ-որ նախշեր, խալիներ անիմացիա է անում։ Հələ ցույց կտաս ինձ։ Հա, ցույց կտամ հետո, հա։ Գնանք։ Իսկ ինչ ես ցանկանում, որն է քո երազանքը։ Վայ, իմ երազանքը, ուզում եմ իմ հետ ապրեմ հաշտ եւ համերաշխ, ինձ շրջապատող մարդկանց հետ։ Հարուստ չլինեմ, բայց ապահոված լինեմ այն մինիմալ բաներով, ճամփորդելով, սենց ու ուղղակի իմ համար կոմֆորտ իմ կյանքը ապրեմ։ Այդ եմ երազանքը։ Հա, ես իմ սենց ավելնորդ մարդիկ չգան կյանքումը, ծանրաբեռնեն քեզ, չներվայնանաս օրինակ այնց աշխատանք անես, որ էներգիատ չգիտեմ, հաստեմ կյանքի իմ ամփուլում, որ ես ինքս ինձնով, իմ աշխարհով, իմ մարդկանցով կապրեմ խախանդ։ Բայց ամեն դեպքում այս բնակավարը այնպեսին է, որ Որ բոլորս չես կարա, հա, ուզենք, մենք հա, այդ էլ եմ ճիշտ ես շատ ասում։ տարբեր աշխարհների հետ ենք Հա, էլի։ շատ ճիշտ ես ասում, լիքը տարբեր տեղեր, ճիշտ աշխատանքը տենցա, որ լիքը մարդկանց է ռաստ գալի։ Ամեն դեպքում ինձ թվում է այդ ներքին խաղաղությունը, որը Հա, շատ կարևոր բան է դա։ անկախ մոլորակների քանակից, եթե մենք այդ ներքին խաղաղությունը ունենում ենք, ինչը հիմա այնքան ավելի Ինքդ քո մեջ դժվար է, ճիշտ բայց է, հիմա ուր ուզում ես դժվար է։ եղի։ Հա, հիմա շատ դժվար է այդ առումով։ Հիմա շատ ում լսում եմ ամեն երկրորդը հանգստացնողներ ա խմում։ Շատացել է, չէ՞։ Ահա որ շատ են։ Ձեր սերնդում էլ Հա, փաստորեն։ այն տա մեր սերունդում ահա որ շատ են հանգստացնողներ, ամեն ինչը դեպրեսիվ է, ամեն ինչը շատ դժվար է, չգիտեմ, բայց իրոք հիմա քիչ դժվար է ավելի։ Ինչ Չէ, մի քիչ հետաքրքիր է, ձեզ թվում է հիմա ավելի դժվար է։ Հա, լավ, այո, ես ուզում եմ նախ ինձ չի թվում ինչ որ ժամանակահատված կա, որ ավելի հեշտ է կամ ավելի ամեն ժամանակահատվածը։ Ձեզ թվում է, որ հիմա դժվար է։ Հələ ասա կարծիք։ Չէ։ Հա, օքեյ, եկեք կարծիքս ասեմ։ Հիմա ասեմ, չէ։ Նայած, չէ, նայած օրինակ։ Լավ, իմ կարծիքով։ Արի սենց, ինչն է Այդ է դժվար։ ուզում ասեմ։ Իմ կարծիքով ամեն ժամանակահատված իր դժվարություն ունի, հիմա ավելի շատ է դեպրեսիան։ Ինչի։ Ինձ թվում է հեռախոսներից է։ Առաջնային, այո, հեռախոսից, ինտերնետից մենք այնց բաներ ենք լսում, մենք այնց բաներ ենք տենում, ասենք դու քո օրը լավ սկսել ես, մտնում ես հեռախոսի մեջ, մի հատ այնց բան կարող ատենաս, սաղ օրդ փչանա։ Կամ այդ իդեալական կյանք բան նայում ես, ասում ես, խի օրինակ իմ կյանքում սենց իդեալական չի, լավ, խի եմ ես սենց դաղ, կամ խի եմ ես սենց ոչ այդքան հարուստ բան, սկսում ես համեմատություն, որը սխալ է իհարկե, չպետք է համեմատես, այդ սաղ fake է, ոչ ամեն ինչ, բայց մեծամասնությունը fake է։ Այդ առումով ինֆորմացիան է, էլի։ Գերինֆորմացիան 100%, մենք ընկերներով միշտ այդ քննարկում ենք, ահա որ շատ է ինֆորմացիան, այն ժամանակ դե ոչ բան չկար, հարևաններով մարդիկ հավաքվում իրար հետ, իրար մասին էին խոսում, ասենք մի տեից մի բան իմանում են, գիտես ինչ եմ, հիմա ամեն ինչ է սենց։ Ինձ հետաքրքիր է, վերջերս երազում եմ հայտնվել 80-ականների, 70-ականների Երևանում, ասենց որ քիչ մեքենա, ու դե բնականաբար գույները կարմիր եւ դեղին չեն եղել, բայց այն վիդեոները ինչ որ մենք հին տեսնում, ցած չէ, ինչ որ դες բլո, ինչ որ ցած մի քիչ ուրիշ ձևի գույներ են եւ այլն, ու պատկերացում ինչքան հանգիստ է եղել։ Ինչքան հանգիստ է եղել, մեկը մյուսով են եղել, հա, սենց այն վաղ շատ սենց իրարով էին, էլի, սենց հարևաններն է գնային։ Ես հիշում եմ մեր բակում հելնում էինք, սաղ տատիներով պուլպուլակի մոտ նստած, հա, հիմա չկա տենց բան, մեկը մեկի կյանքում դա չկա հիմա։ Բակային կյանքը։ Ես մտածում եմ իրականում մենք ենք մեծացել, բայց նես չի հիմա տատիներ չկան հայաթում, նես չի սկիսուրներ չկան, այն վաղ ուրիշ էր։ Այն վաղ նենց եմ ասում այն վաղ ոնց որ եսին որ թվականից է 2002 2007 2008 նույնիսկ այդ թվերին էր շատ լավ։ Այսինքն նույնիսկ մեր ժամանակվա հետ տարբերությունը ակնհայտ մեծ է։ Իրականում ես չգիտեմ այսօրվա մարդը ոնց է դիմանում, որովհետև ես քո հետ համաձայն եմ, որ հարցնում եմ հիմա դժվար է, պատով չէի հարցնում։ Իրոք, այստեղ ոչ թե օբյեկտիվ խնդիրների մասին է, այլ ինֆորմացիայի այդ անվերջության մասին է, որ մարդկային ուղիղ ես չգիտեմ։ Կարող է նոր սերունդը տենց էլ ծնվում է դա տեսնում է իրանց համար նորմալ լինի, բայց քանի որ մենք ուրիշ բան տեսել ենք հիմա ուրիշ բան է, իսկ թվում է մեզ դժվար է։
այո դժվար է համակերպվելը, որովհետև չես կարա փոխես, տենց էլ պետքա լինի, հետո հետագամ էլ չգիտես ինչ կլինի, հիմա իրոք չգիտես, վաղը չեմ իսօր 10 տարի հետո ինչ կլինի։ Ու ամենահավուրը որ դու իրոք չգիտես ինչա լինելու վաղը, բայց Աշոտ ուզում եմ ասել, որ այս պատմության մեջ, քանի որ չգիտես ինչա տեղի ունենում աշխարհում, քո երկրում, չգիտես ինչ սպասել, հումորը երևի եզակի կետերից է, որ օգնում է, որովհետև եթե մենք օբյեկտիվ նայենք ամեն ինչին, ուղղակի կարելի է խելագարվել, որովհետև այո, մտնում ես քո հեռախոսի մեջ, տեսնում ես մի հատ ինֆորմացիա, որ առողջ բանականություն ունեցող մարդը կարող է ուղղակի խելագարվի ցանկացած պատերազմող երկրի մանրամասների հետ կապված ինֆորմացիան կարող է խելագարացնել մարդուն։ Բայց քանի որ մենք պետքա դիմակայենք, իսկ դիմակայելուց պետքա փորձենք դրականը մաքսիմալ, հա։ Ես քեզ լուրջ եմ ասում, դու ու այդ ոճի կոնտենտը շատ ուրախացնող է։ Ապրեք շատ, վախ ապրեք շատ, ահա որ հաճելի է այդ խոսքերը լսելը, մերսի որովհետև անչափ։ առաջ ես մտածում եի, եթե մարդ վատա, իսկ հիմա ես հասկացել եմ, որ ես օրինակ իմ գործիքները ունեմ լավանալու, դա լավ երաժշտությունն է, դա ինչ-որ հումորային հավես բան նայելն է, դա հարազատ մարդուն տեսնելն է, որովհետև մենք էլ մեր գործիքները պետք է գտնենք, այո, լավ լինելու, հա։ Հա, ես չեմ սիրում օրինակ այդ փդոց sense մարդիկ վատա ասելով ֆռում են, վատա։ Հա, հետո, երբ, մինչև երբ։ Խնդրում եմ դուք էլ գրեք ինչն է ձեզ օգնում։ Այո, ճիշտ է, հետաքրքիր է։ Այս վերջերը ընկերներս երաժշտությունը, հա, հումորը, չգիտեմ, մարդիկ, sense անկապ ուտելիք նույնիսկ։ Իմ դեպքում օրինակ ես երեխեքի հետ ինչ-որ մի բան որ անում եմ, այդ մի կես ժամը լրիվ կտրվում եմ։ Հա, իհարկե երեխեքի հետ կտրվում ես։ Հա, հետաքրքիր է։ Լավ երաժշտություն։ Հետո գիտես ինչ ինձ տակրիա մոռանում ես, կարող է մի օր չլսես երաժշտություն, որտեվ շատ արագ է մեր կյանքը։ Մեկ էլ հետո ասում ես մի րոպե, ուր է։ Ճիշտ ես ասում։ Լսի մտածում էի, հա, մենակի մոտ է տենց։ Աշոտ վերջերս եմ ես դա հասկացել։ Կարող է վատ եմ, հետո լսա 2 օր ականջակալն է, օրինակ երգ չեմ լսել։ Ու գիտես ինչի չենք լսում, որովհետև այնքան գործ ունենք անելու այստեղ, մանավանդ մեր ոլորտի դեպքում։ Ես ձեր բոլոր իմ հյուրերի հետ կապված շուտասա, պոդքասթ, տարբեր գովազդներ եւ այլն, այնքան ենք սենց աշխատում, որ մոռանում ենք, որ կարելի է ուղակի երաժշտություն միացնել, որը քեզ ուզում է։ Ու սենց մի քիչ ռելաքս լինել, հանգիստ, այդ ամեն ինչից կտրված, հա։ Ինձ թվում է մեր այսօրվա զրույցից մենք մի բան հասկացանք, որ ամեն մեկս պետքա գտնենք մեր ինչ-որ հաբերը, ու ցանկալի է դրանք դեղամիջոց չլինեն, այլ լինեն ինչ-որ շնչավոր անշունչ։ Ես ծաղիկներով եմ շատ ուրախանում օրինակ։ Այս ծաղիկները այսօր որ ընտրում էի բերում եմ, տրամադրությունս բարձրացավ։ Այնպես որ տենց փոքր ինչ-որ քայլերով փորձենք մեզ ուրախացնել, դու շարունակի քո ուրախացնող կոնտենտը։ Ապրես շատ։ Մենք սիրում ենք քո կերպարները։ Ապրեք անչափ, մերսի շատ։ Լավ է, որ այդ կերպարները, ես քեզ լուրջ եմ ասում, դեռ կան մեր իրականությունում։ Ոնց չկան, բայց ես այդ ամեն ինչը տեսնում եմ որ լավ է որ իրանք դեռ կան, որովհետև այնքան քառակուսի բոլորս միանման ենք ուզած ժամանակի ընթացքում դառնում, հա, խմբագրված։ Նայած կերպար, բայց լավ է որ կան, հա։ Վատերն էլ ունես, բայց մեկը իրանք ինչ-որ հա, իրանք սենց բան կերպարներ են գժո է, այն որ գիժ կերպարներ։ Ես այնքան շատ եմ սիրում տենց մարդկանց։ Չէ, մարդիկ հիմնականում խմբագրված խոսքով են, խմբագրված հակու կապով են եւ այլն, բայց այդ վիճակները 100%։ Ես շատ կերպարների կյանքում հետաքրքիր զարգացումներ, ապրես անչափ ունենաս քո այդ խաղաղությունը, ապրեք անչափ, ու ամենակարևորը լինես միշտ սենց բարի։ Բայց ինչքան լավ խոսքեր էր, ապրեք անչափ։ Դու շատ բարի կերպար ես, այսպեսին։ Ապրես շատ։ Հիմա լավ էր որ եկար։ Հա, ոյ, իդեալական էր։ Լավ, հիմա անկեղծ ասում եմ, այսքան հարցազրույցներից գնացած միակ հարցազրույցն էր, որ այսինչ հանգիստ եմ եղել։ Ինչ լավ է։ Ապրես շատ։ Քո գործերին էլ մեծ լիքը հաջողություններ։